Ասում կառավարության նիստում մարդը քաղաքապետն ասում է խցանումները գիտեք ինչ պատճառով է պարոն վարչապետ, ասում է ինչ ասում է դեղինի տակ ավտոն մտնում է ու մնում է այդ մեջտեղում, այդ դրա պատճառով սաղ քաղաքը խցանում է։ Դուք չգիտեիք այդ պատմությունը, չեք իմացել։ Տեսել եմ, հա։ Չէ, այսինքն մարդիկ որ պատրաստ չեն մի մեղավորություն իրանց վրա ընդունեն, որ 20000-ից ավել շինթույլտվություն ես տվել։ 20000-ից ավել շինթույլտվություն ես տվել։ Դու չես հաշվել գյուղի կա, դու չես հաշվել բանը էլեկտրական սյուներ կա դրա համար, դու չես հաշվել ջուր կստանան այդ մարդիկ, դու ոչ մի բան, դու փողոցներ չես հաշվարկել, դու չես հաշվարկել բանը կայանման մեքենաների տեղ, դու քաղաքը կործանել, քաոս ես սարքել, դու ուզում ես քուժը ստեղ հաղթի։ Չեմ ասում Փաշինյանը 0-ը ստանալու Երևանում։ Ձև չունի հաղթ, կորցրել է այս քաղաքը անդառնալիորեն, եթե տեղյակ չի, թող նայ ինքը իր Ավինյանի հետ ինչ արի, ու Ավինյանին որ եկուց կալանավոր ելմի, չի փրկելու դա իրավիճակը, որովհետև հիմա լուծում չկա, օրինակ չի կարող անցանի որ մինչև հունիսի 5-ը օրինակ եմ ասում, ասես քաղաքը կարգավորվի, ձև պրոստը չկա։